Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80,000 դրամ աշխատավարձ։ Նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ 1/4 դրույքով եւ ստանում են ասենք ավելի քիչ։ Այսինքն այս բոլոր աշխատավարձերի հարագումարն է։ Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետեւյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով։ Ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10, մաքսիմում 20%-ից։ Եվ հետևաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իհարկե այս ընկալումը չի կարող վերաբերվել սոցիալական հատուկ խմբերին, որոնք բոլորովին ուրիշ պայմաններում են։ Ահա վերնշված գործոնն է պատճառը, որ այդ 80-90%-ի մասին հիշատակումը, որ կրթության ոլորտի բարեփոխումները այնքան կարևոր են մեզ համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։